Պարոն Խաչատյան, Արաբատյան հայտնի դարձան, որ ողջաբատում փոխարկություններ ու ձերբակալություններ են ցուցադրում։ Ինչ է տեղի ունենում այս բանի, քանի ձերբակալվածի մասին է խոսքը, ինչ է հնարում ձեզ։ Այո, վաղ առավոտից տոտալ բռնաճնշումներ են մեր հաղթանակ դաշինքի ավականու տեխնացուների ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների, աջակիցների նկատմամբ խուզարկություններ, այնուհետև դա հետևում է խուզարկություններին ձերբակալություններ, տանում են ոստիկանության բաժիններ, քննչական բաժիններ, անկեղծ ասած բուն գործի հետ կապված փաստաբանները երևի թե հայտարարությամբ հանդես կգան, ես ինքս չեմ տիրապետում, որովհետև անհասկանալի մի այսպես մթնոլորտ է ստեղծվել, երբ ընտրություններից 4-5 ամիս հետո նոր որոշում են, կարծում եմ սա ԿՊ-ական վախերն են վաղար շաբաթից, ինձ թվում է իրենք վախ չափողի կարիք ունեն, որովհետև ընտրություններից 3-4 ամիս հետո մարդկանց ենթարկել տոտալ բռնաճնշումների միտք չունի, երևի թե սպասվող հունիսին ազգային ժողովի ընտրությունների հետ նաև կապ ունի, փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր հայացք ունենա, ով ընդդիմադիր միտք հայտնի, ենթարկվելու է բռնաճնշումների, ձերբակալությունների, կալանավորումների։ Չեմ կարծում սա իրենց ուզած ցանկալի արդյունքը տալու է, ամեն դեպքում այսօրվա իրականությունը դա ստույգ ձերբակալվածների թիվ չգիտենք, որովհետև րոպե-րոպե շատանում է, րոպե-րոպե ավելանում է այդ թիվը, կան մարդիկ, տասնյակը գերազանցում է, այո, այս պահին տասնյակը գերազանցում է, կան մարդիկ, որ ընդհանրապես անհասկանալի են, իրենք երբևէ ընդգրկված չեն եղել ոչ մեր նախընտրական քարոզարշավի մեջ, ոչ մեր նախընտրական շտաբում են եղել, ոչ որևէ ակտիվ քարոզչական որևէ գործողություն են իրականացնել, չենք հասկանում ընդհանրապես ինչի մասին է խոսքը։